Քննարկում ենք հարց 43-ը Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը եւ աջակցության ծրագրի շահառու ավիաընկերությունների ներկայացվող պահանջները հաստատելու մասին հարցազեկուցող Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան։ Համեցեք պարոն։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում եմ հաստատել Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը եւ ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը, ինչպես նաեւ այն շահառու ավիաընկերությունների ներկայացվող պահանջները, որոնք կարող են օգտվել նախագծով սահմանված աջակցության ծրագրից։ Մասնավորապես ծրագրով նախատեսում է տրամադրել ֆինանսական աջակցություն այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կփոխադրեն դեպի Երևանի Զվարթնոց եւ Գյումրիի Շիրակ օդանավականներ։ Նախագծով սահմանվում է նաև նոր ուղղություն հասկացությունը եւ նոր ուղղություններով չվերթներ իրականացնելու նկատմամբ մեր նվազագույն պահանջները։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է ավիաընկերությանը ամեն նոր ուղղությունից փոխադրած եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող ուղևորի համար հետեւյալ սահմանաչափով։ Գյումրի Շիրակ օդանավականի համար 1 ուղևորի հաշվարկով 15000 դրամ եւ Երևանի Զվարթնոց օդանավականի համար 20000 դրամ։ Ծրագրով շահառու ավիաընկերությունները համարում են Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի վկայական ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում բազավորված օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցող իրավաբանական անձիկ։ Միաժամանակ շահառու ավիաընկերությունները ծրագրից օգտվելու համար պարտադիր պետք է առնվազն 1 նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնեն դեպի Գյումրիի Շիրակ օդանավական։ Ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով։ Նախագծով սահմանվում է նաև ֆինանսական օժանդակության հաշվարկման եւ տրամադրման ընթացակարգերը։ Պարոն վարչապետ, պիտի նշեմ, որ մենք այստեղ 2 նոր հասկացություն ենք ուրեմն սահմանում, առաջինը ինչ նկատի ունենք ասելով նոր ուղղություն, սրանք են ուղղություններն են քաղաքները, անկախ այնտեղ գտնվող օդանավականների քանակից, որտեղ առաջին չվերթը սկսելու պայից նախորդող 12 ամիսների ընթացքում ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթների քանակը ամառային ժամանակահատվածում չի գերազանցել 14-ից, ձմեռային ժամանակահատվածում 10-ը, ընդ որում Գյումրու, Շիրակ եւ Երևանի Զվարթնոց օդանավականների համար նոր ուղղությունների համապատասխանության նշված պահանջները դիտարկվում են առանձին եւ երկրորդը բազավորում տերմինն է, մենք բազավորում ասելով նկատի ունենք օտարերկրյա այն ավիաընկերություններին, որոնք Հայաստանում ուրեմն կունենան մասնաճյուղ առնվազն 2 օդանավ կունենան Հայաստանում մշտական բացառությամբ թռիչքային ժամերի եւ սպասարկման համար մեր օդանավականներից բացակայելու Այս օդանավերի սպասարկող անձնակազմը ներառյալ սրահի անձնակազմը եւ օդաչուները գրանցված կլինեն որպես աշխատող հայկական մասնաճյուղում ավիաընկերության, կարծես թե այսքանը։ Շնորհակալություն։ Շատ լավ, այսինքն մենք ասում ենք հետեւյալը, որ եթե նոր ուղղությամբ իրականացվում է չվերթներ, այն հասկացությամբ, որ նոր ուղղություն ենք համարում այն ուղղությունը, որտեղ դեպի ուր կամ որտեղից տվյալ ավիաընկերությունը նախորդող տարի ամառը 14, այսինքն հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին 14 չվերթից 14 եւ պակաս չվերթ է ունեցել, իսկ ձմեռային ամիսներին 10 եւ պակաս չվերթ է ունեցել։ Ճիշտ է, այս հասկացությունը ճիշտ ընկալեցի։ Այո, պարոն վարչապետ, սա պայմանավորված է առաջին այն հանգամանքով, որ որոշ ուղղությունների վրա չվերթներ այնուամենայնիվ իրականացվել են, դրանք եկամտաբեր չեն եղել ավիաընկերությունների կողմից եւ ենթադրենք 5-6 չվերթից հետո դադարեցվել են կամ չարտերային չվերթ։ Կամ չարտերային է եղել։ Շատ լավ։ Հիմա մենք ասում ենք, որ եթե դեպի, այսինքն բազավորված այստեղ օդանավ պետքա լինի, Հայաստանում գրանցված թե բազավորված նույնն է դա թե չէ։ Գրանցված եւ բազավորված, ոչ բազավորվածը նկատի ունենք, որ օդանավերը պետք է պարտադիր գտնվեն Հայաստանի 2 օդանավականներից ցանկացածում, Հայաստանից բացակայեն բացառապես
տեղ սպասարկման ուղարկելու այս նկատառումներից ելնելով կամ թռիչքային բացակայության ժամանակ այդ օդանավերի անձնակազմերը պարտադիր պետք է գրանցված լինեն որպես աշխատողներ այն ուրեմն մասնաճյուղում, որը Հայաստանում է բացվել, այսինքն հայաստանյան գրասենյակի աշխատողներ պետք է լինեն, օդաչուները, սպասարկողները եւ սրահի անձնակազմը։ Հիմա մենք ասում ենք, այս պայմաններում դեպի Գյումրի մեկ ուղևորի համար վճարում ենք 15000 դրամ, դեպի Երևան 20000 դրամ։ Ինձ մոտ հարց էր ծագել, թե ինչու ենք մենք Գյումրի դեպքում 15000 դրամ տալիս, իսկ Երևանի դեպքում 20000 դրամ, մինչդեռ քանի որ թվում է թե հակառակը պետքա լիներ, որովհետև Գյումրին պակաս զբաղված է, Երևանը ավելի զբաղված է, գործընկերները պարզաբանեցին, որ այդտեղ պարզաբանում հնչեց, որ փոխկապակցված է, այսինքն երկու ուղղությունն է պետք է աշխատի, որպեսզի, այսինքն ցանկացած ավիաընկերություն ոչ թե մի ուղղությամբ, այլ երկու ուղղությամբ պետք է իրականացնի, որպեսզի ծրագիրը աշխատի, հա։ Պարոն վարչապետ, նախ սպասարկման գներն են մեր օդանավակայաններում տարբեր, մեկ ուղևորի հաշվարկով Զվարթնոց օդանավակայանում սպասարկման արժեքը ավելի թանկ է, քան Գյումրիի Շիրակ օդանավակայանում, եւ նաեւ այստեղ Գյումրիի օդանավականում շարժ ապահովելու համար ծրագրի շահառուների համար պարտադիր պայման է դրվել մեկ նոր ուղղությամբ չվերթ իրականացնել դեպի Գյումրիի Շիրակ օդանավական։ Այսինքն բոլոր դեպքերում ծրագրից օգտվող ավիաընկերությունը առնվազն մի նոր ուղղություն պետք է ունենա Գյումրի, այսինքն Գյումրին պարտադիր է։ Պարտադիր, պարոն վարչապետ։ Այսինքն կարող է ըստ էության իրականացնի միայն Գյումրի-Երևանչան այդ դեպքում կարող է աշխատել, հա, իսկ բայց առանց Գյումրիի հնարավոր ցանկացած ավիաընկերություն, որ այս ծրագրից օգտվում է, ինքը առնվազն մեկ կանոնավոր չվերթ դեպի Գյումրի պետք է իրականացնի, իսկ թվերի տարբերությունն բացատրվում է նրանով, որ մենք ուղևորի համար նույն թիվն ենք տալիս եւ Գյումրիի համար եւ Երևանի համար, իսկ բացարձակ թվերի տարբերությունը կապված է օդանավակայաններում սպասարկման վարձերով, այսինքն հավասարեցնում ենք այս տրամաբանությունը, բայց դեպի Գյումրի չվերթը դառնում է պարտադիր, փաթեթի մեջ գոնե մեկ ուղղություն պետք է լինի դեպի։ Այո, պարոն վարչապետ, պարտադիր, որ ավիաընկերությունը ծրագրի շահառու դառնա, ինքը պետք է մեկ նոր ուղղությամբ, առնվազն մեկ նոր ուղղությամբ թռիչք իրականացնի դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան եւ այս տարբերությունները այս պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մոտավորապես 5000 դրամ ավելի էժան է Գյումրիում մեկ ուղևորի սպասարկումը, քան Երևանի Զվարթնոց օդանավականը։ Եվ ես ճիշտ եմ, չէ՞ հիշում, որ Գյումրիից թռիչքի դեպքում այդ օդի տուրքը չկա, ո՞նց էինք ասում դա։ Պարոն վարչապետ, մենք պետական տուրքը ուրեմն բոլոր նոր ուղղություններով բոլոր ուղևորների համար նաև Երևանի Զվարթնոց օդանավականից չենք գանձում, այսինքն բայց այն դեպքում նոր ուղղություն ուրեմն եզրույթը չի համապատասխանում այս նոր ուղղության եզրույթին, ինչ նկատի ունեմ, մենք այնտեղ նոր ուղղություն համարում ենք օդանավակայանը, ենթադրենք նույն քաղաքում կան երկու օդանավականներ, եթե մեկում մենք ավանդաբար թռիչք ենք ունեցել եւ ավիաընկերությունը այդ նույն քաղաքի այլ օդանավակայանում է թռիչք իրականացնում, պետական տուրքի տրամաբանության մեջ դա համարվում է նոր ուղղություն, իսկ այս մեր օժանդակության ծրագրով նոր ուղղությունը համարվում է նոր բնակավայրը, նոր քաղաքը։ Շատ լավ։ Հա, հասկացա։ Շատ լավ։ Հա, այսինքն Գյումրիի պարագայում ցանկացած ուղղություն, որ նախկինում չվերթ չի եղել եւ այդ ուղղությամբ թռնում են, լինում է նոր ուղղություն, համ այս արտոնությունից են օգտվում, համ օդի տուրքը փաստորեն չեն վճարում։ Այո, պարոն վարչապետ, այս երկու ծրագրերը այդ մասով իրար հետ հակադրության մեջ չեն եւ դե բնականաբար այդ պետական տուրքը գանձվում է երկրից դուրս մեկնող ուղևորի համար, այսինքն մի ուղևորի համար 10000 դրամ արժեք ունի։ Հա, բայց դա տոմսի գնի վրա իհարկե։ Էական ազդեցություն անում, պարոն վարչապետ։ Համեցեք, պարոն Պապյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուզում եմ հավելեմ, որ այս առաջարկն, այս ծրագիրը ըստ էության քննարկված է բոլոր խոշոր ավիափոխադրողների հետ, ընդ որում եւ տեղական եւ դրսից ընկերությունների, որոնք պատրաստվում են բազավորվել, այսինքն սա ոչ թե առաջարկ է եկեք, այլ մի տրամաբանություն է, որին արդեն կազմակերպությունները պատրաստվում են եւ ես կարծում եմ մենք շուտով կունենանք այդպիսի ուղղություններ եւ սա շատ կարեւոր է նաեւ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Ես
վերջին վիճակագրական թվերը ասեմ, 24 թվականին դեռևս չի վերականգնվել 19 թվականի համաշխարհային զբոսաշրջության թիվը 99%-ի է հասել աշխարհում զբոսաշրջային թիվը 19 թվականի, ենթադրվում է 25-ին արդեն նոր կանցնի եւ չնայած որ Հայաստանում դա հաղթահարված է, բայց այս առումով աշխարհի տարբեր երկրներ եւ կազմակերպություններ շատ ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն են վարում դեպի իրենց ձգելու եւ նոր ավիաուղղություններ եւ զբոսաշրջիկների եւ այս առումով նաեւ այս ծրագիրը համարել ենք եւ քննարկումներին հենց այդպես էլ այդ տրամաբանության մեջ մասնակցել ենք նաեւ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, որովհետեւ մեկ անգամ մենք քննարկեցինք մեկ նախագիծ կառավարության կոմիտեում աջակցություն ոլորտին եւ որոշվեց, որ ոչ թե գնանք հարկային ճանապարհով, ինչի մասին նաեւ գործարարները ձեզ այդ հանդիպմանը բարձրաձայնեցին, այլ նմանատիպ աջակցությունների, այսինքն ավելի հասցեական գործողությունների ճանապարհով, ոչ թե ընդհանուր մի կանոնով բոլորի սահմանել։ Իհարկե, այստեղ գիտեք ինչ մեր քաղաքականություններում բոլոր ես դրա մասին պլանավորում էի խոսել եւ ազգային ժողովում եւ շատ կարեւոր եմ համարում։ Մեր քաղաքականությունների մեջ մենք պետքա այդ անհատական ջանքի գործոնը էական եւ առանցքային է։ Այսինքն ո՞րն է մեր քաղաքականության իմաստը։ Կառավարությունը երկու քայլ անում է, մեր ակնկալիքն է, որ դիմացից կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձը մի քայլ անի, հասկանում եք, դա շատ կարևոր բան է։ Այսինքն զարգացման տրամաբանությունը է դա, որտեվ կառավարությունը քայլ անի, դիմացից քայլ չլինի, դա ըստ էության մենք այդպես ծրագրեր ունենք, որոնք եթե նույնիսկ իրականացվում են, շահառուներ ունեն, արձագանք ունեն, էֆեկտ չունեն։ Մեր ամբողջ խնդիրը այն ինչի մասին նախորդ հարցի քննարկման ժամանակ է որ խոսում էինք, մարդու ակտիվացման մասին է, մարդուն ակտիվանալու խթաններ տալու մասին է, իսկ նույնիսկ իրավաբանական անձանց դեպքում երբ որ խոսում ենք, ի վերջո մարդիկ են այնտեղ աշխատում, այսինքն մարդն է, էլի մեկը շահառուն մարդն է, հետեւաբար ես համաձայն եմ լիարժեք այդ տրամաբանության հետ։ Եվ այդ թվում տեսեք, առաջին հարցն էլ է դրա մասին, անհուսալի վարկերի ծրագիրը դրա մասին է, համընդհանուր հայտարարագրման համակարգը դրա մասին է, մեր մյուս ծրագրերի ինտենսիվ այգիներ եւ այլն գրեթե բոլոր ծրագրերը հենց սրա մասին է եւ ընդհակառակ այն ծրագրերը, որ այս տրամաբանություն չունեն, մենք կամաց պետք է հրաժարվենք այդ ծրագրերից։ Համեցեք, պարոն Արուշանյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Պարոն վարչապետ, ապակենտրոնացման քաղաքականության ռազմավարության մեջ հենց տրամաբանությունը հուշում է, որ երկրորդ քաղաքների կամ այլ օտանավակայաններում աջակցման ծրագրերը, խտանող ծրագրերը շատ ավելի գրավիչ պիտի լինեն ավիաընկերությունների համար, քան Երևանի Զվարթնոց օտանավակայանը եւ այն տրամաբանությունը, որ Երևանի Զվարթնոց օտանավակայանում ավելի բարձր է սպասարկման արժեքները, քան Շիրակ օտանավակայանում, հենց նրա համար է, որ երկրորդ օտանավակայանները ավելի գրավիչ լինեն լոու-կոստերների համար վայրեջներ կատարելու ժամանակին, հենց այդ օդի տուրքը Շիրակ օտանավակայանից նաև հանվել էր նրա համար, որ անհավասար պայմաններ լինեն Զվարթնոց եւ Շիրակ օտանավակայանում, որովհետեւ էլի այդ լոու-կոստերները իջնեն Շիրակ օտանավակայանում։ Հիմի մենք այդ տրամաբանությունը ասում ենք 20000 դրամ Երևան, 15000 Գյումրի, որովհետեւ Գյումրիում ավելի ցածր է։ Հենց տրամաբանությամբ էլ այդպես պիտի լինի, որ այլ ընկերություններ, որոնք մատչելի ուղևորը փոխադրում են անում այդ low-coster կոչվածները, իրենք իջնեն երկրորդ քաղաքներում, որ ծանրաբեռնվածությունը ամբողջությամբ Երևան Զվարթնոց օտանավակայանում չլինի։ Եւ հարցս, եթե կարելի է, այսինքն եթե որևէ ընկերություն Երևան-Բարսելոնա նույն նոր չվերթ է տնում եւ ինքը դիմում է այդ ծրագրին, եթե ինքը Գյումրի-Բարսելոնա կոնեշապատը մի անգամ չի ունենում, ինքը չի մասնակցելու այդ աջակցման ծրագրին։ Կարող է Գյումրի-Բարսելոնայի դեպքում չէ, կարող է Գյումրի-Վալենսիա պետք է ունենա, թե նույն ուղղությունը, չէ, ինքը պետք է բերի նոր ուղղություն պետք է բերի Գյումրի, կարող է Գյումրի-Բարսելոնա բերի, բայց պարտադիր պետք է ուրիշ քաղաքից, կարող է, չգիտեմ, Գյումրի-Փարիզ բերի։ Այսինքն Գյումրի պարտադիր ճիշտ եմ հասկանում, որ կարա մենակ Գյումրի ուղղությունով աշխատի եւ այդ ծրագիրը հասանելի կլինի, բայց միայն Երևանով հասանելի չի լինի։
Այո, պարոն վարչապետ, ամբողջովին այդ Բայց միայն Գյումրիով հասանելի կլինի, թե երկուսը պարտադիր է։ Թե համ Գյումրին է պարտադիր, համ Երևանը։ Չէ, եթե ինքը որոշի միայն նոր ուղղություն Գյումրի, ինքը կստանա Գյումրիի համար տրվող արտոնությունը։ Եթե որոշի Կներեք, ներողություն։ Գյումրի բերում է նոր ուղղություն, բայց Երևան չի բերում։ Այո, Ինքը կարող է դառնում է ծրագրի Բայց եթե Երևան բերում է, Գյումրի չի բերում, չի չի կարող։ կարող։ Այսինքն Գյումրիի առաջնահերթությունը Եվ այստեղ նոր ուղղություն տերմինը Գյումրիի համար առանձին է, որ դա պետք է լինի Գյումրիի համար նոր ուղղություն։ Ենթադրենք Երևան Հռոմը։ ըստ էության հիմա Գյումրիից 1-2 չվերթ կա։ Այո, Այսինքն ցանկացած ուղղություն ոչ թե Հայաստանի համար նոր ուղղություն պետքա բերի Գյումրի, այլ Գյումրիի համար պետքա նոր ուղղություն բերի Գյումրի։ Ցանկացած ուղղություն, որ նախկինում Գյումրիից վայրեջ չի եղավ, այս ծրագրի մեջ ներառվում է։ Այսինքն այս տրամաբանությամբ Գյումրիի դաշտը տասնապատիկ ավել է, քան Երևանինը։ նաև որպես լրացիչ տեղեկություն ասեմ, դեպի Կապանիսյունի օդանավական չվերթների թիվը ավելացել է եւ այս պահին շաբաթական 5 չվերթ ենք իրականացնում ենք դեպի այնտեղ։ Հետաքրքիր է, այդ կարևոր նորություն էր։ Հա, բայց դա հարցի հետ կապ չունի։ Համեցեք, պարոն։ Պարոն վարչապետ, ճիշտ է, հարցի վերնագրում որոշակիորեն արտացոլված է, բայց ես ուզում եմ նորից հարցնել։ Խոսքը միայն ուղևորափոխադրումների մասին է, որովհետև կան կարգոյով մասնագիտացած ավիաընկերություններ, որոնք հետաքրքրություն ունեն, բայց որոշակի խրախուսման պարագայում էլի կարա այդ շարժը լինի։ Էսի հարց։ Այս որոշումը ուղևորափոխադրումների մասին է, բայց ոչ մի բան չի խանգարում, որ այդ մյուսն էլ քննարկենք, տեսնենք ինչ տարբերակներ կան։ Ամեն դեպս եկեք մտածենք։ Համեցեք, պարոն Գրիգորյան։ Բայց այստեղ մի նյուանս կա, որ մենք պիտի նաև մարզպետի հետ համագործակցությամբ հետևենք ու տեսնենք ոնց է process-ը զարգանում, որովհետև Գյումրի օդանավակայանում հոսքեր խթանելը երկու դրսևորում է հետո ունենալու, կամ Գյումրիով գալու են Երևան, կամ մարդիկ գնալու են Գյումրի։ Այստեղ արդեն տեղի ֆունկցիան շատ կարևոր է, որովհետև մենք մտածում ենք, որ նենց անենք, որ մարդիկ, զբոսաշրջիկները գնան Գյումրի, որովհետև այո, էլի էֆեկտ կլինի, եթե ապածանրաբեռնվածություն լինի Զվարթնոցի եւ Գյումրիով գան Երևան, բայց side effect կոչված է այդ պարագայում, այն լիարժեքությունը չի ունենա, ինչը որ կունենա, եթե զբոսաշրջիկների հոսքը թեքվի դեպի Գյումրի։ Շատ լավ։ Դե կարծում եմ վերջին տարիներին կամ այսինքն աճը կա Գյումրիի զբոսաշրջային հետաքրքրության մանավանդ այդ ներդրումային ծրագրերը, որ արվել են եւ արվում են, Գյումրիի զբոսաշրջային գրավչությունը մեծացնում են, բայց իհարկե դեռ շատ աշխատանք կա անելու, շատ աշխատանք։ Ընդ որում լավ լուրն այն է, որ վերջերս մենք երբ որ այցելեցինք Գյումրի օդանավական, տեսանք, որ այնտեղ նաև ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է։ Նաև ուզում եմ արձանագրեմ, որ մեր պլանների մեջ է մտնում, որ այս տարի Հյուս Սարաֆի մի ճյուղը, մի շերտը միջև Գյումրի պլանավորում ենք, որ պատրաստ լինի, հույս ունեմ, որ կիրականացվի եւ նաև այդ առումով էլ Երևանից Գյումրիից Երևան ճանապարհը էականորեն արդեն իսկ կարճացել է եւ ժամանակի առումով եւ սա նույնպես կնպաստի իհարկե այս process-ներին եւ ինչպես միշտ մոնիտորինգ կանենք ինչ որ մի ժամանակ տեսնենք ինչա փոխվում, եթե նոր կարգաբերումների անհրաժեշտություն կլինի, այդ նոր կարգաբերումները նույնպես կանենք։ Համեցեք։ Պարոն վարչապետ, Երևան-Գյումրի ճանապարհի Թալինից մինչև Ազատան գած հատվածը, որը ճանապարհի կեսն է, երկկողմանի արդեն շահագործման հանձնված է։ Կեսն է ճանապարհի դա։ Թալին-Գյումրի եւ Թալին-Երևան գրեթե կեսն է, այո։ Չէ, բայց համենայն դեպս հիմա շատ ակտիվ շինարարություն է գնում։ Ես նախորդ շաբաթ Թալին էի գնացել եւ ակնհայտ էր, որ մեծ տեմպերով շինարարությունը շարունակվում է եւ բան Խուդացյան Խաչատրյան պետք է ամեն ինչ անենք, որ
այդ տեմպը պահվի եւ փորձենք միջև տարվա վերջ իրոք մի շերտը ավարտին հասցնել։ Հետևողական ենք, պարոն վարչապետ, այս պահին էլ այնտեղ ինտենսիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, իսկ մարզպետի ասած հատվածի վրա մենք որոշակի աշխատանքներ այնուամենայնիվ ունենք իրականացնելու, բայց տարեվերջին որոշեցինք, որ անհրաժեշտ երթևեկության նշաններով կահավորելու պարագայում այդ ճանապարհը բացենք, ինչը կարծում էականորեն դեպի Գյումրի ուրեմն ուղևորափոխադրումների որակը բարձրացրել է։ Շատ լավ, խնդրեմ այլ դիտարկումներ չկան։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է,